Շարունակում ենք խոսել օրվա կարևորությունների մասին, սիրելիներ, նոյեմբերի 19-ը երեխաներին բռնություններից պաշտպանելու օրն է եւ կարծում եմ հրաշալի առիթ է այստեղ հյուրընկալելու մի անձնավորության, ով Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանն է, նա Անահիտ Մանասյանն է, ում կասենք բարի լույս եւ կսկսենք մեր կարևոր հետաքրքիր հարցազրույցը։ Բարի լույս։ Բարի լույս, շնորհակալ ենք այսօրը առավոտը մեզ հետ սկսելու համար եւ սկսենք ամենախնդրահարույց թեմայի մասին, ինչպիսին է Հայաստանում վիճակագրությունը երեխաներին բռնության ենթարկելու մասին։ Իրականում Հայաստանում բավականին մեծ է երեխաներին բռնության ենթարկելու դեպքերի թիվը եւ նաեւ հիմա այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում, այդ թվում նաև տարբեր արշավների արդյունքում մի փոքր ավելի հաճախ են լուսաբանում նման դեպքերի մասին, շատ ավելի հաճախ են նման դեպքերը հայտնվում նաև իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում եւ դա է պատճառը, որ այժմ էլ շատ ավելի մեծաքանակ դեպքերի մասին ենք լսում, բայց ցավալի է իհարկե այդ դեպքերի առկայությունը։ Դրա հետ մեկտեղ մենք պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկենք այս հարցի առնչությամբ նախ պատշաճ պատկերացում ընդհանրապես ձևավորելու առումով, երկրորդը խնդիրը հասցեավորելու տեսանկյունից։ Դիտարկումները ինչ են ցույց տալիս, որն է այսօր երեխաների նկատմամբ բռնության ամենատարածված ձևերը եւ Հայաստանում ինչ համակարգային պատճառներ են նպաստում դրա առկայությանը։ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության գրեթե բոլոր ձևերն էլ տարածված են, թե ֆիզիկական բռնությունը, թե ընդհանուր սեռական բռնությունը, նույնիսկ ուսումնական հաստատություններում եւ նախորդ տարի ցավալիորեն հենց Հայաստանի դեմ կայացված մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռ ունեցանք հոգեբանական բռնությունը, այսինքն բռնության բոլոր տեսակներն են տարածված երեխաների նկատմամբ, ավելին նշեմ, ուսումնական հաստատություններում եւ ընդհանուր առմամբ բավականին տարածված է նաեւ բուլինգը եւ այս ամենի պատճառներն իրականում շատ բազմաշերտ են, բայց երևի թե առաջին հերթին ես կարձանագրեի գիտելիքի պակասը, խնդրին առնչվող տեղեկացվածության պակասը եւ նաեւ մարդկանց մոտ շատ հաճախ կարծրացած մոտեցումների առկայությունը, քանի որ երեխային հաճախ ընկալում են որպես սեփականություն, թե ընտանիքի անդամները, թե շատ դեպքերում նույնիսկ նրանց հետ աշխատող մասնագետները Եվ սա նպաստում է մի իրավիճակի, երբ անհատապես են այնպիսի մոտեցումներ ցուցաբերում երեխաների նկատմամբ, երբ բռնությունը շատ նորմալ է դիտարկվում, շատերը նույնիսկ չեն պատկերացնում, որ իրենք հակաիրավական արարք են կատարում, եւ նաեւ դրան գումարվում է այն, որ բացի անհատական մոտեցումներից նաև միջավայրային մոտեցումներն են դրան նպաստում ու արդյունքում մենք ունենում ենք այն իրավիճակը, որի մասին իհարկե խոսում ենք, բայց նաև ուրախ եմ, որ հիմա ոչ միայն խնդրի մասին են շատ խոսում, այլ նաև փորձերը բավականին լուրջ են կանոնակարգելու հարաբերությունները եւ կարգավորելու այս խնդիրը եւ նաեւ կարեւորում եմ, որ այդ թվում այս հաղորդաշարի շրջանակներում է անդրադարձ կատարվում նման թեմատիկայի, որովհետեւ ինչքան շատ մենք փորձենք խոսել այս խնդիրների մասին, այնքան դրանց վերաբերյալ տեղեկացվածությունը ավելի մեծ կլինի։ Իսկ մեր հարցազրույցների փորձը ցույց է տալիս, որ մասնավորապես դուք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կատարած գործունեության մասին անդադար պատմում եք, ներկայացնում եք եւ չեք լռում հենց խնդիրների մասին, որոնք կան, որովհետև բարձրաձայնելով եւս կանխարգելում ենք նոր հասունացող խնդիրները, իսկ երբ խոսում ենք գործունեության մասին, չենք կարող չպատմել այն մշտադիտարկումների մասին, որոնք դուք անցկացնում եք ուսումնական հաստատություններում, հանրակրթական դպրոցներում եւ ոչ միայն, եւ հենց եթե խոսենք ուսումնական հաստատությունների մասին, որ խնդիրներն են, որ շատ հաճախ կոնֆլիկտների, բռնության առարկա են դառնում հենց երեխաների համար։ Խնդիրները տարատեսակ են, բնականաբար ցանկացած հարցից կարող է ծագել բռնությանը նպաստող որևէ երևույթ կամ նման միջավայր կարող է ձևավորվել, բայց առաջնահերթ նշանակություն ունի երևի թե այն հանգամանքը, որ սովորաբար մեզ մոտ երեխաները այն տրամաբանությամբ են դասյարակություն ստանում, որ հենց բռնության միջոցով կարելի է լուծել խնդիրները եւ բռնությունը լավագույն ձևն է առաջ եկող խնդիրները լուծելու համար։ Սա կարծում եմ թե կրթական միջավայրում է շատ դեպքերում փոխանցվում այս մոտեցումը, թե արդյունքում նաև ընտանիքներում եւ ցանկացած խնդրի առաջ գալու պարագայում հենց երեխաները սկսում են արդեն որ
բռնությունը որպես հիմնական միջոց դիտարկել խնդիրները լուծելու համար։ Ես իհարկե շատ ավելի ընդհանրական եմ հիմա խոսում, որովհետև բռնության մի շարք տեսակներ կան, որտեղ պատճառները այլ են, օրինակ սեռական բռնության մասին խոսեցի, այստեղ պատճառները միանշանակ տարբերվող են։ Եվ պիտի հատուկ արձանագրեմ երևի թե հասցեավորելու մեխանիզմների կարևորությունը եւ այդ ոլորտում մեր արձանագրած խնդիրները, որովհետեւ մենք նույնիսկ մի քանի տարի առաջ հրապարակել ենք զեկույց եւ զեկույցը հրապարակային էր Հայաստանում ուսումնական հաստատություններում արկա բուլինգի դեպքերի հետ կապված եւ մեր մշտադիտարկման արդյունքները ըստ էության ցույց տվեցին, որ չափազանց լայն տարածում ունի այս երևույթը մեր ուսումնական հաստատություններում, ընդ որում տարբեր ձևաչափերով արտահայտվող եւ հիմնական նաեւ արդյունքը մշտադիտարկման այդ հարցի առնչությամբ այն էր, որ սովորաբար նույնիսկ երբ անձնակազմը ճանաչում է դա որպես խնդիր, այն հասցեավորման գործիքները, որ նրանք օգտագործում են, շատ դեպքերում պատշաճ չեն կամ հակառակը իրավիճակներ կան, որ նույնիսկ ավելի են նպաստում երևույթի զարգացմանը։ Հետևաբար այս տեսանկյունից չափազանց կարևոր է առանց որևէ մեղադրական դիրքորոշումների պարզապես նպաստել այն հանգամանքին, որպեսզի մեզ մոտ նաև մասնագետները ձեռք բերեն բավարար գիտելիքներ եւ հմտություններ այս տեսակի խնդիրները հասցեավորելու նպատակով եւ կարծում եմ, որ մենք բոլորս այդ թվում պետք է նպաստենք այդ գիտելիքների եւ հմտությունների խորացմանը։ Ցավալի է, տխուր է, բայց բռնությունը լայնածավալ է, քիչ առաջ դուք նշեցիք եւ կարելի է այստեղ ենթադրել, որ կանխարգելում այս ամենի պահանջում է նաեւ բազմամասնագիտական մոտեցումներ։ Հետաքրքիր է, ինչպիսի համագործակցություն կա պատկան մարմինների, կրթության հետ կապված եւ առհասարակ այն հաստատությունների հետ կապված, որտեղ զբաղվում են նաեւ երեխաների խնամքով ու պաշտպանությամբ եւ հոգեպես եւ ֆիզիկապես, ինչը շատ կարեւոր է։ Շատ ճիշտ դիտարկում արեցիք այն առնչությամբ, որ նախ հնարավոր չէ մեկ հաստատության միջոցով լուծել այս ոլորտում արկա խնդիրները եւ նաեւ հնարավոր չէ մի մասնագիտական մոտեցման արդյունքում խնդիրները լուծել, հետեւաբար այս բոլոր հարցերի ուղղությամբ պետք է աշխատեն տարբեր ոլորտային մասնագետներ, դրանք կլինեն իրավաբաններ, կրթության ոլորտի մասնագետներ, սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, ես չթվարկեմ շարքը, որովհետեւ բավականին մեծ է շարքը ըստ էության եւ նաեւ մեծ է այն հաստատությունների ու դերակատարների շարքը, որոնք պետք է զբաղվեն այս խնդիրներով։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որ թեև մեր կողմից արձանագրվող խնդիրների մեծ մասը վերաբերում է հենց պետական տարբեր հաստատությունների, քանի որ նաև մեր լիազորությունների շրջանակն է հիմնականում նրանց վրա տարածվում, բայց ինչքան էլ որ քննադատական մոտեցումներ ինքս չունենամ նրանց նկատմամբ, բայց շատ լավ համագործակցություն ունենք այս մարմինների հետ եւ ես կարևորում եմ այն հանձնառությունը, որ իրավասու մարմինները ունեն, այդ թվում լուծելու իրենց մոտ արկա խնդիրները, իհարկե դարձյալ մշտապես էլ կարող են տարատեսակ խնդիրներ լինել, այդ թվում հարցերը տեսնելու, ճանաչելու, լուծման մեխանիզմներ գտնելու առումով, բայց համագործակցությունը բավականին պատշաճ մակարդակի վրա է։ Ուզում եմ այստեղ հատուկ շեշտադրել նաև, որ շատ կկարևորեմ, որպեսզի խնդիրների լուծման ուղղությամբ կառուցակարգերը շուտափույթ եղանակով մշակվեն, որովհետև մեր հիմնական խնդիրներից մեկն այն է, որ հարցերի լուծումը հաճախ այնքան երկար է ձգձգվում, որ ինքը եւս իր հետ մի շարք այլ խնդիրներ է բերում, եւ նաեւ կուզենամ արձանագրել այլ դերակատարների կարեւորությունը եւս ոլորտում, որովհետեւ ոլորտում շատ կարևոր է օրինակ նաև ծնողների հետ աշխատանքը, այսինքն ծնողները եւս պիտի ծնողավարության դասընթացներ ստանան, անցնեն, նրանք պետք է եւս պատրաստվեն իրենց երեխաների խնամքը, դաստիարակությունը եւ այլ հարցերը կազմակերպելու առումով։ Այս տեսանկյունից մենք մեր գործընկեր միջազգային կազմակերպության UNICEF-ի հետ մի փորձառություն ունեցանք նաև ծնողավարության դասընթացներ կազմակերպելու, իհարկե այս փուլում այսպես նաև ռեսուրսային ծանրաբեռնվածությունից ելնելով մի փոքր այլ ուղղությամբ են հիմա կենտրոնացված ռեսուրսները, բայց առաջիկայում եւս պատրաստվում ենք նման ուղղություններով աշխատանքներ իրականացնել եւ նաև շատ կարեւոր է հենց երեխաների հետ աշխատանքը,
այս առումով էլ մենք շատ հետաքրքիր փորձառություն ունենք, որովհետև ունենք մարդու իրավունքների պաշտպանին առընթեր գործող երեխաների իրավունքների հարցերով զբաղվող խորհուրդ, որտեղ ի տարբերություն այլ խորհուրդների ընդգրկված են ոչ թե փորձագետներ, այլ ընդգրկված են հենց երեխաներ, ընդ որում ընդգրկված են Հայաստանի տարբեր մարզերից, ներկայացնում են թե տարբեր համայնքներ, թե տարբեր սոցիալական խմբեր, մենք ունենք օրինակ Արցախից տեղահանված երեխա, ունենք հաշմանդամություն ունեցող, տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաներ, տարբեր հետաքրքրություններ ունեցող եւ սա եւս օգնում է հենց նրանց, այդ թվում լինելու իրենց համայնքի ներսում փոփոխություն բերողը, այդ թվում նմանատիպ խնդիրների հետ կապված։ Սա հիանալի փորձառություն է նաև նոր մշակույթ ձևավորելու։ Մենք չնայած անդադար խոսում ենք այն մասին, որ ժամանակները զարգանալու եւ փոփոխվելու հետ մեկտեղ մեր այս պատանիները, երեխաները մեր օրերում ավելի տեղեկացված են այս կամ այն հարցի շուրջ, արդյոք դա նաև վերաբերում է նրանց իրավունքներին եւ երեխաները, երբ այդ ձեր դիտարկումները եւ աշխատանքները փորձենք ամփոփ ներկայացնել, երեխաները ավելի շատ բան գիտեն իրենց իրավունքների մասին այսօր, քան նախկինում եւ պատրաստ են բարձրաձայնել այն բոլոր խնդիրները անկախ նրանից, թե որքան գուցե եւ ճնշման կենթարկվեն մյուս կողմնակի անձանց կողմից, որքան հետաքրքիր կլինի եւ քննարկման առիթ կդառնա իրենց պատմությունը, միևնույնն է չեմ վախենում, երբ բարձրաձայնում են այդ խնդիրները։ Դարձյալ շատ կարևոր դիտարկում արեցիք, կարծում եմ այս դիտարկումը հիմա վերաբերում է մեր ամբողջ հանրային միջավայրին, որովհետև մարդիկ են սկսել շատ ավելի հաճախ խոսել խնդիրների մասին եւ բացառություն չեն նաեւ երեխաները։ Պարզապես այստեղ կան առանձնահատկություններ եւ հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մեր միջավայրում մշտապես դրված է եղել այն գաղափարը, որ իհարկե երեխայի ձայնը կարող է լսելի լինել, բայց որոշում կայացնելու գործընթացում այն առաջնահերթ նշանակություն չի կարող ունենալ։ Մինչդեռ հիմա պետք է նաև այդ մշակույթը փոխել, որովհետև երեխաները պիտի դերակատարություն ունենան նաև իրենց վերաբերելի որոշումների կայացման գործընթացում եւ մենք մի հետաքրքիր փորձառություն էլ այդպես ունեցանք, եթե չեմ սխալվում, 2 տարի առաջ էր, երբ մեր հենց խորհրդի անդամ երեխաները մասնակցեցին կառավարության նիստին եւ կառավարության անդամների հետ հավասար իրենք հարցեր էին ուղղում կառավարության անդամներին, խոսում էին քննարկվող թեմաների մասին եւ սա ավելի խորհրդանշական դերակատարություն ունեցող մի մոտեցում է, որովհետև մենք փորձում ենք ցույց տալ, որ երեխաները եւս պետք է իրենց վերաբերելի որոշումների կայացմանը մասնակից լինեն եւ այս առումով նաեւ շատ կարեւոր է երեխաներին ճիշտ գիտելիքներ տալը, որովհետեւ պարզապես այսպես քաոտիկ միջավայրում ինչ որ երևույթների մասին խոսելը միայն չէ, որ կարող է ճիշտ արդյունքների հանգեցնել, երեխաները պետք է իրենց իրավունքների մասին ունենան պատշաճ պատկերացում, պիտի ունենան պատշաճ պատկերացում այն մասին, թե ինչպես պիտի բարձրաձայնեն խնդիրները եւ իհարկե սա համատարած երևույթ չէ, որովհետև Հայաստանում բազմաթիվ բնակավայրեր կան, որտեղ երեխաները ոչ միայն նման հնարավորություններ չունեն, այլ նաև բնակավայրեր ունենք, որտեղ օրինակ նախակրթարաններ ընդհանրապես չկան, երեխաները կրթության իրավունքի իրացման հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունեն, բայց դարձյալ ամենակարևորը այն է, որպեսզի մենք ճանաչենք այդ խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկենք։ Շատ լավ, շնորհակալություն։ Նման նախաձեռնությունները միանշանակ ունենան իրենց դրական ազդեցությունը, բայց երևի թե բոլոր նախաձեռնությունների հիմքին միևնույն է պետք է լինի բնական ընթացքը երեխայի զարգացման ամեն դեպքում, այդ ընթացքում միանշանակ հետևելով ճիշտ բնական զարգացմանը, որպեսզի չունենանք բռնություններ, մեր երեխաները ճանաչեն իրենց իրավունքները, բայց միևնույն ժամանակ գոնե փորձեն լիարժեք կատարել նաև իրենց հաճելի պարտականությունները։ Մենք շնորհակալ ենք ձեզ կարևոր նախաձեռնության համար եւ այն խոսքերի համար, որ հնչեցին մեր տաղավարից ուղված եւ ուսուցիչներին, եւ ծնողներին, եւ երեխաներին, ինչու ոչ։ Իսկապես շնորհակալ ենք եւ թող բոլոր երեխաները ունենան իրենց իրավունքները պաշտպանող ծնողներ իրենց կողքին, ուսուցիչներ եւ խաղաղ մանկություն, որովհետեւ հենց նրանք են վաղվա առողջ հասարակության հիմքը։ Շնորհակալ ենք անչափ, իսկ մենք շարժվենք առած ելի հեռուստադիտողներ, փոքրիկ ընդմիջումից հետո կվերադառնանք։ Համեցեք։